Մեկ ժամ, 1.5 20 րոպե։ Շատ կարճ ժամանակով եմ նայում։ 2 ժամ, 2 ժամ, Շաբաթը մի անգամ եմ նայում ինքնակես ժամով։ մի ժամ, 2 ժամ։ Օրական այսքան ժամ մարդիկ ծախսում են կարճ հոլովակներ թերթելու վրա։ Միջազգային նոր հետազոտությունը ընդգրկելով 98,000 մասնակցի բացահայտել է, թե ինչպես են նման տեսանյութերը ազդում ուղեղի եւ հոգեկան առողջության վրա։ Ամենաշատը տուժում են ուշադրությունն ու կենտրոնացումը։ Ռիլերել եմ նայում, խաղերել եմ խաղում, տենց։ Ռիլերը ամենաշատն եմ նայում, որտեղ հետաքրքիր են։ Խորացված հեռախոսի մեջ շատ են լինում, տենց չեն կենտրոնանում ոչ մի բանի վրա, շատ եմ նկատել։ Կարող եմ մի քիչ դասերի խանգարի, բայց նայած տեսանյութներ։ Կան կարճ տեսանյութներ, որ երեխաների մոտ վատ բաներ են առաջացնում։ Որ մեզ տրամադրենք դուրս գանք մի քիչ զբոսնենք, այդ ժամանակ էլ մենք կթարմանանք ու կկարողանանք արդեն մեր դասերը կամ գիրք կարդալ։ Ինձ թվում է 21-րդ դարում հիմա դա շատ դժվար է անել։ Չգիտեմ, երևի պետք է օգտագործել թույլ տալ ռիլեր նայել ավելի մեծ հասակում ավելի շատ։ Ընդունված է կարծել, որ սոցցանցերից կախվածությունը միայն դեռահասների խնդիրն է, սակայն հարվածի տակ են նաև մեծահասակները։ Անհանգստություն, տագնապային բնույթի խանգարումներ, քրոնիկ անքնություն։ Սրանք են հիմնական հոգեբանական ու ֆիզիկական վնասները։ Մարդը սկսում է իրեն համեմատել այդ հոլովակների հերոսների կերպարների հետ, կլինեն բլոգերներ կամ ուղղակի անհատներ, ովքեր ցույց են տալիս միայն դրական իրականությունը, այն ինչ կատարվում է իրենց կյանքում, պարզ է, որ մարդը բացասականով էջերում հիմնականում չի կիսվում, եւ տվյալ մարդը այդ հոլովակները դիտելիս կարծում է, որ իր կյանքը բավականին լավը չէ, եւ սա կարող է ազդել նրա կրկին հոգեկան առողջության վրա, բերել դեպրեսիվության, ապատիկության եւ իհարկե կրկին տուժում է հոգեկան առողջությունը։ Մեր ուղեղը սովորում է արագ փոխվող տեղեկատվություն ստանալուն եւ չի ցանկանում ծանրաբեռնել իրեն։ Կարճ հոլովակների տեսքով էլ ստանում է դոֆամինային պարգևատրումը։ Ինչ անել այս դեպքում, պարզաբանում է հոգեբան Անուշ Գրիգորյանը։ Փորձենք կանխարգելող որոշակի բաներ մտցնել մեր առօրյա, օրինակ արթնանալիս 30-60 րոպե հետո նոր մոտենանք հեռախոսին, էկրանային սահմանափակում դնենք, ոչ միայն փոքրերը կամ դեռահասները, այլ նաև մեծահասակները, որովհետև եթե մենք միայն խոսում ենք նախկինում դեռահասների կամ երեխաների մասին, ապա մենք բոլորս մեծահասակներս եւս այս հարվածի տակ ենք, հա, եւ ինչ անել եւս անպայման ստիպել մեր ուղեղին ուղակի օրվա մեջ 20 րոպե, 30 րոպե պարզապես կարդալ գիրք, դասագիրք, ուղակի գեղարվեստական գիրք, հա, եւ ստիպել կամ նոր հմտություն կրկին ձեռք բերել ձանձրանալու։ Հայաստանում թույլ է վիճակագրությունը մարդկանց վարվելակերպի, սոցիալական ցանցերի սպառման վերաբերյալ, սակայն շատ չենք տարբերվում միջինացված միջազգային պատկերից, ասում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը եւ նշում վերահսկողության երկու տարբերակ։ Մեկը դա, երբ որ ծնողները միացնում են ծնողական վերահսկողության ծրագրերը, իսկ այսօր բոլոր սարքերի վրա նույնիսկ անվճար կա այդ հնարավորությունը, ուղղակի ծնողները մեծամասնությունը տեղյակ չեն կամ չեն սովորում այդ ամեն ինչը, ինչը շատ դժվար չէ։ Այդ դեպքում կարելի է սահմանափակումներ մտցնել, իհարկե դու չես կարող սահմանափակումը կոնկրետ օրինակ ասել, որ տեսանյութ չնայի, մենակ նկար նայի, բայց կարող ես օրինակ TikTok-ի ու Instagram-ի վրա ինչ-որ ժամային սահմանափակումներ դնել։ Հիմնականում չեմ թողնում իմ երեխաները շատ որ ասում առիթից օգտվեն, շատ նայեն հեռախոս, հիմնականում պետք է ծնողը զբաղվի երեխայի հետ, իհարկե դա ազդում է երեխայի եւ ուշադրության վրա եւ հենց ամենակարևորը առողջության վրա։ Դրա համար ես ձգտում եմ իմ երեխաներին հեռու պահել նման բաներից։ Աճում են միջանձնային կոնֆլիկտները ծնող-երեխա հարաբերություններում, որովհետև ծնողը արգելք է դնում օգտվելու էկրանային ժամանակը սահմանափակելու տեսանկյունից եւ երեխան դա ուղղակի չի ուզում հանդուրժել։ Դեռահասներն առավել եւս, որովհետև նրանք սիրում են ունենալ իրենց անձնային տարածքը, սիրում են ավելի ինքնամփոփ ժամանց ունենալ։ Այս ամենից խուսափելու երկրորդ տարբերակը մինչև 16 տարեկաններին սոցիալական ցանցերից օգտվել նորենքով արգելելն է։ Դեկտեմբերի 10-ից այս որոշումն առաջինը սկսել է կիրառել Ավստրալիան։ Խախտելու դեպքում թվային հարթակները կարող են տուգանվել մինչև 32.3 միլիոն դոլարի չափով։ Երեխաները ուղղակի ունակել չեն իրենց հետևելու, այսինքն եթե հույսը դնես, որ երեխան քիչ կնայի, քիչ կտրվի դրան,
դա ինչ-որ իլյուզոր բան է, առավելևս որ մեծ ասակները նույնիսկ չեն կարողանում իրենց հետևել։ Համացանցից օգտվելը վնասակար չէ, բայց շատ կարևոր է, որ որոշումը կայացնի մարդը, ոչ թե համացանցը։ Այսինքն մենք պետք է լիմիտավորված օգտագործենք համացանցը եւ ի օգուտ մեզ, ոչ թե համացանցը մեզ օգտագործի իր շահերի համար։ Մի շարք երկրներ եւս ողջունել են օրենքը եւ պատրաստվում են առաջիկայում կիրառել այն։ Սա թույլ կտա պաշտպանել երեխաներին կիբերբուլինգից, տհաճ բովանդակության հասանելիությունից եւ կապահովի առավել անվտանգ թվային միջավայր։ Աննա Մելքումյան, Ալեն Ծատրյան, Սյունիք լուրեր։